Սկզբում մի հատված մեջբերեցինք Մարկեսի Նահապետի աշունը վեպից։ Չարժեր այսքան փառահեղ հաջողություններ ունենալ, եթե չէի կարողանալու մտաբերել դրանք։ Այն հիանալի արտացոլում է Դանիել Քանեմանի տարբերակումը հիշող եսի եւ ապրող եսի միջև։ Սրանց շահերը միշտ չեն համընկնում։ Ապրող եսը զգում եւ գործում է հիմա եւ այստեղ, իսկ հիշող եսը արձանագրում է, հիշողություններ է կուտակում։ Գրքի հիանալի օրինակներից մեկը հետեւյալ հարցադրումն է. Պատկերացրեք, որ ընտիր հանգիստ եք ունենալու, բայց դրա ավարտին ձեզ դեղահաբ են տալու, որ արձակուրդի բոլոր հիշողությունները ջնջելու է։ Բնականաբար որևէ լուսանկար կամ այլ վկայություն էլ չի լինելու։ Իմանալով ջնջվող հիշողության մասին, կգնայիք ուղևորության, հանգիստը կվայելեիք, թե կհրաժարվեիք դրանից։ Նահապետի աշունը վեպից այս մեջբերումը ցույց է տալիս մարդկային հոգու երկակիությունը։ Շատերի համար ավելի կարևոր է հիշողության մեջ պահպանված վայելքը, ոչ թե տվյալ պահի իրական հաճույքը։ Անցյալը փայփայելու եւ ներկայում ապրելու միջև մենք հաճախ ենք նախընտրում հիշողությունը։